Պարոն Շահինյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց կարծում եմ թարմ է այս թեման եւ կուզեմ անդրադառնալ այս հայտարարություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում է եւ հասցրեց այլևս ասուլիսով հանդես գալ։ Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, համարյա տնտեսական բռնությանը մերձ, բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջ է գալիս, քայլ է անում։ Սա ասել է ֆոն դեր Լայենը։ Փաշինյանը ասում է, որ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ-ը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է, Հայաստանը եւ ԵՄ-ը մոտ են իրար առավել քան երբևէ։ Եվ իհարկե ֆոն դեր Լայենը շտապել է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ ասելով, որ սա եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանում ժողովրդավարության ամրությունը, բայց ինչն է հատկանշական, որ հենց այսօր ձերբակալվել է գնդապետ Մալոյանը, իշխանություն լրատվականներ հայտնել, հետագայում նաև քննչական կոմիտեն եւս հաստատեց, եւ ինչն է նաև հայտնի, որ ըստ մամուլում եղած հրապարակումների այս գնդապետը աջակցել է ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի թիմին։ Եվ հիմա էլ նաև կառավարության մոտ բողոքի ակցիա է մեր քաղբանտարկյալների եւ ոչ միայն պաստառներով, որտեղ մեր հայրենակիցները բարձրաձայնում են, թե ֆոն դեր Լայենի նշած ժողովրդավար Հայաստանում ինչպիսի բռնաճնշումներ են իրացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ցանկանայինք ճշտել, քանի ռազմագերի է Տիկին, չգիտեմ, օծի կծած ասեմ, օծի թույն ասեմ, ինչ ասեմ, բայց Ուրսուլան, այդ մեծատառով աֆերիստ կան, որը իրեն թույլ է տալի խոսում է Եվրոպայի անունից եւ Հայաստանը եկել Ադրբեջանից։ Լավ, որպես բարի կամքի դրսևորում, որպես ժողովրդավարության բաստիոն Հայաստանն էլ Անդրկովկասում այսօր համար առաջինն է։ Կարող էր խոսել ռազմագերիների մասին եւ մի քանիսին իր հետ բերեր Հայաստան, մենք էլ տեսնեինք, ծաղիկ ուղարկեինք իրեն, շնորհակալություն հայտնեինք, որ մեր եղբայրներին այդ ապօրինի ձերբակալությունից, ազատազրկումից, այդ գաղութից, այդ անմարդկային պայմաններից, որտեղ որ այսօր գտնվում են մեր հայրենակիցները, մեր եղբայրները Եվրոպայի կողմից քայլ արվեր։ Իհարկե ոչ։ Նա խոսում է 450 միլիոնանոց եվրոպական շուկայի մասին, նախ դրա իրավունքը չունի, ուրեմն ինքը Եվրոպան հաստատ չի ճանաչում, եթե խոսում է եվրոպական շուկայի միասնականության մասին, այնտեղ նույնիսկ սուպերմարկետները միասնական չեն աշխատում, այնտեղ նույնիսկ նույն կազմակերպության կամ նույն ֆիրմայի, այսպես ասենք, օրինակ City կամ Աշան, ցանկացած խանութ ինքն է որոշում իր ռազմավարությունը, իր ստրատեգիան, իր պայմանագրերը եւ եթե այսօր Հայաստանից ապրանք է արտահանվելու կամ արտահանվում կամ որոշակի քանակ ծավալ արվում է, դա բացառապես մեր հայ եղբայրների, մեր հայրենակիցների աջակցությունն է, օգնությունն է եւ իրենց բիզնեսն է, որոնք այսօր երկկողմանի Եվրոպայի եւ Հայաստանի պետական այրերի որոշակի չափով լոգիստիկ խնդիրների հետ կապված կարող է ինչ-որ քանակ, ինչ-որ ծավալ սուբսիդիաների հաշվին ավել վաճառեն, այսքան բան, եւ սա չի կարող լինել երկարատև գործընթաց, սա այս պահին, այս ճգնաժամային պահին մեկ անգամյա կարելի է այսպես ասել, հա, կամ այս տարվա կտրվածքով, սա գործընթաց է եւ այնուհետեւ շարունակությունը նորից լինելու է ԵԱՏՄ շուկան։ ԵԱՏՄ շուկան ինքը դա մեր շուկան է, մեր հիմնական գործընկեր շուկան է եւ ցավը նրանում է, որ մենք այսօր կորցնում ենք շուկայի ներսում մեր տեղերը, մեր պայմանագրերը, մեր գործընկերներին, որը
այս հա սուրբ տեղը դատարկ չի մնում ժամանակի ընթացքում հենց այս տարվա ընթացքում իրենք նոր գործընկերների հետ միջինասիական երկրների, աֆրիկյան երկրների կամ այդտեղից կկնքեն պայմանագրեր, որը շատ ցավալի է, հետագայում այդ տեղերը վերադառնալու համար շատ ցավոտ է լինելու, այնպես որ ապուշություններ են դուրս տալի, մի բան էլ դուրս էր տվել մեր Նիկոլը Փաշինյան, գիտեք, մանդատագող, ձայնագող եւ ասում է, որ եթե մենք դառնանք ԵՄ անդամ, արդեն անցել է առաջ Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից, եթե դառնանք ԵՄ անդամ, դա մեծ ձեռքբերում կլինի, եթե ոչ, շահույթով դուրս կգանք։ Եկեք վերցանենք ինչ է ասում, չենք կարող վերցանել, դա մեր Նիկոլի գժական ձևերից մեկն է, այնպես որ եթե լուսահոգի Վասյա Բրլյանտը կենթանի լիներ, Նիկոլը ընդուներ Վասյա Բրլյանտին, դա շատ ավելի էական կարելի է ասել, շատ ավելի կարևոր հարցեր, խնդիրներ կարելի էր խոսել, պայմանավորվել, քան այս տիկնոջը, որը եկել է այստեղ հերթական ատկատի համար տոկոսները, փայերը պայմանավորվելու։ Այդ մասին մեզանից ավելի բարձր ասում է հենց այս պահին ժամեր առաջ Վենգրիայի նորընտիր վարչապետը։ Այս մասին ասում են Եվրոխորհրդարանի падգամավորները, որոնք որ ամենածանր մեղադրանքներն են հնչեցնում քոչվոր գլոբալիստների կողմից Եվրոխորհրդարանի այդ աթոռին վերած եւ նստեցված Ուրսուլայի Հասեին, որպես գող, ավազակ, խաբեբա, ստախոս եւ սադրող, որը քանդում է ամբողջ եվրոպական միությունը, սա այնպիսի մի թույն արարած է, որ այն մյուս աղջիկները կալաս, կորս, սրա առաջ բարուրով երեխեք են, թե ինչ օրի է գցել սա ամբողջ Եվրոմիության տնտեսությունը եւ բարեկեցությունը։ Ես գործի բերումով հաճախ եմ լինում Եվրոպայում եւ սիրելի հայրենակիցներ, ձեզանից շատ շատերը ունեք ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, զանգեք եւ հարցրեք այն մարդկանց, ովքեր աշխատում են, ինչ վիճակի մեջ են, ովքեր ապրում էին բարեկեցիկ, ձեզ էլ օգնում էին։ Զանգեք հարցրեք, ինչ վիճակի մեջ են իրենք այսօր։ Իրենց բիզնեսը փակման եզրին ենթակա է թե ոչ։ Զանգեք հարցրեք այն բարեկամներին, ովքեր չեն աշխատում եւ պետության օգնություններից, նպաստներից են օգտվում, սոցիալական փաթեթներից են օգտվում։ Զանգեք հարցրեք իրենք զգուշացված են կամ արդեն կրճատվել են այդ օգնության չափերը թե ոչ եւ իրենք զգուշացված են, որ առաջիկայում կարող են պետության հաշվին յետ վերադարձ ունենան եւ այլևս տվյալ պետությունը չի պատրաստվում, դա կլինի Իսպանիան կամ կլինի Գերմանիան, չի պատրաստվում այլևս հոգալու իրենց առողջապահական խնդիրները, դեղերի ձեռքբերման խնդիրները, ապրելու եւ այլն։ Եվ սա եկել է մեզ 450 միլիոնանոց շուկայի մասին է խոսում։ Խոսում է, որ ժողովրդավարությունը հաղթեց, երբ հարյուրավոր դեռևս կալանքի տակ գտնվող տարբեր կուսակցությունների ակտիվիստների, տարբեր կուսակցությունների համար ընտրություններին ցանկություն հայտնած մասնակիցների տարբեր պատճառներով տարբեր խափանման միջոցներ են ընտրված։ Եթե լավ հաշվենք, հազարների կհասնի։ Եվ
նման ձայների կեղծում չի եղել։ Նման ձայների կեղծում։ Առնվազն 130,000 ձայն ուղակի գումարվել է, տասնյակ հազարավոր ձայներ անվավեր են ճանաչվել, գաղտնի քվեարկություններ եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ լավագույն դեպքում այսօր գործող իշխանությունը կունենար մինչև 40%։ Այդ ամեն ինչի հետ միասին, այդ իրենց արբանյա կուսակցությունների, այդ, չգիտեմ, նախկին քաղաքապետ Հայկո, Մայկո, նման այդ երևույթների, այդ փոշիացված ձայների հետ միասին։ Այնպես որ սա մեր Նիկոլի, մեր գժուկի, էլի գժական իր պրյոմներից է, բայց նորմալ է։ Մենք այսօր այդ եվրոյի կարիք ունենք, այսպես ասեմ։ Երևի հենց պատճառներից մեկն էլ այն էր, որ իրեն դեռևս հանդուրժեցին, որ ինքը շարունակի այս 1.5-2 տարին եւս մնալ իշխանության, աշխարհի գլուխը խառն է, նոր աշխարհակարգի ձևավորումն է գնում, ամենախառը դա Եվրոպայի վիճակն է, որը ինքը չգիտի, աջ ձեռքը չգիտի ձախը ինչ է անում, եւ չեն էլ իմանալու, լեհ ֆերմերը մեկ խնդիր ունի, Բելգիայի ժողովուրդը այլ խնդիրներ ունեն, ֆրանսիացիները այլ պահանջներ ունեն, եւ Եվրոպան պետք է ձեռք ազատվել, պետք է ձեռք ազատվի այդ գլոբալիզմից, քոչվոր գլոբալիստների կառավարումից, եւ այն ժամանակ մենք կունենանք այն Եվրոպան, որը ուզում է աշխարհին այսօր ներկայանալ ոչ թե գաղութարար Եվրոպա, որ ամբողջ կյանքում ինքը գաղութացրել է աշխարհի տասնյակ երկրներ եւ հիմա այդ երկրների բնակիչների կողմից ինքն է գաղութացվում։ Ինքն է գաղութացվում, մտեք Ֆրանսիա, մտեք Բելգիա, մտեք Գերմանիա, մտեք Հոլանդիա եւ տեսեք Աֆրիկան գաղութացնում է, թե չի գաղութացնում Եվրոպան։ Այնպես որ այդ Եվրոպան ինքը այսօր ինքը լուրջ խնդիրներ ունի եւ պետք է մտածի իր խնդիրների մասին։ Իսկ եթե այս ճգնաժամային պահին նրանք ուզում են օգնել մեր գյուղատնտեսությանը, մեր տնտեսությանը, ապա թող օգնեն։ Բայց այս մասով առաջի հերթին խնդիր ունի մեր իշխանությունները, այսօր այս բռնազատված ԿՊ-ի կողմից եւ ընդդիմությունը։ Ես ասեմ, որ ընդդիմությունը այս պահին կարա վերցնի մանդատները։ Այո, կարա վերցնի, ինչի՞ չէ։ Այդ մանդատները եթե չվերցնի, թող հիմնավորեն, բացատրեն դրանից ինչ է փոխվելու եւ ում մոտ է փոխվելու։ Եթե վերցնում եք, չեք վերցնում իշխանությանը ցավ պատճառելու, ապա ես դա չեմ կարողանում վերցանել ինչպես։ Բայց մանդատները վերցնել որևէ բանի չի խանգարում, հակառակը դուք կարող եք կապը պահել ձեր թիմերի հետ, ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հասարակության քաղաքացիների հետ, ճիշտ կանեք, չքանդեք ձեր թիմերը, չթուլացնեք կապը, որևէ ձևով պահեք, առջևում ընտրություններ են, հիմա տեսեք ծանր պայմաններում է գտնվում մեր գյուղատնտեսությունը, որի նախարարությունը մենք իհարկե չունենք այսօրվա իշխանությունների պատճառով, բայց եկեք ամեն ինչ անենք, որ սպառվի այդ բերքը, բարիքը, որը որ չարչարվել են
մեր գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը։ Դրանք մեքենաներով կարելի է տեղեր հատկացնել, բերել վաճառել։ Պետությունը ինքը պետք է գնումներ անի, սառնարանային տնտեսությունները վարձակալի ապրանքը պահել, պահածոների գործարանները պետք է աշխատեն 3 հերթափոխով։ Այո, ծանր վիճակ է։ Հայրենական պատերազմի ժամանակ 500 օր Լենինգրադը, այսօր Սանկտ Պետերբուրգը ամբողջովին շրջափակման մեջ է եղել։ Բայց ապրեցին, դուրս եկան այդ վիճակից։ Հիմա մենք բոլորս պետք է, այստեղ չպետք է նայել նախարար թե ընդդիմադիր լիդեր։ Մենք ամեն ինչ պետք է անենք մեր ժողովրդին այս վիճակից հոգսը թեթևացնելու։ Բոլորի եւ մեզ համար, ովքեր քաղաքներում են ապրում, կարողանալ ավելի մատչելի ձեռք բերել ապրանքը, մեկի փոխարեն 2 պահածո կպատրաստեն, կոմպոտներ կպատրաստեն, եթե գները մատչելի լինեն։ Այս ուղղությունով աշխատանքը պետք, եւ սա կոչվում է ճգնաժամային կառավարում։ Սա կոչվում է ճգնաժամային կառավարում, որը պետք է կազմակերպել, բոլորը պետք է կազմակերպել, համայնքապետ, գյուղապետ, ընդդիմություն, իշխանություն։ Մենք ծանր վիճակում ենք, ում ենք ինադանելու։ Մենք գիտենք, որ իրենք դա չեն հասկանում։ Իրենք դրա ձևը չգիտեն, քանի որ այս մարդիկ տանից եկել են նախարարներ են դարել, վարչապետ են դարել, իրենց ամբողջ կյանքում մեկ աշխատատեղ չեն ստեղծել, աշխատավարձ չեն տվել, հարկ չեն տվել, կենսաթոշակային չեն մուծել, որտեղից իրենք պետք է իմանան, թե այս խնդիրները ոնց լուծեն։ Այդ նույնն է, ոնց որ մենք այսօրվա քաղաքապետին, սրա նախորդ քաղաքապետին ասենք, ինչու է Երևանը այս վիճակում։ Իսկ ինչու չպետք է լիներ այս վիճակում։ Որտեղից իրենց համապատասխան գիտելիքներ կամ կամք կամ աշխատանքային փորձ, որ նրանք կարողանային չբերել հասցնել այս վիճակին։ Սա դեռ շատ լավ է, այսօր այն ինչ ունենք, թե ինչքան որոշումներ կան, ինչքանի տասնյակ հազար դեռևս բնակարաններ են ծլելու մեր տների լուսամուտների առաջ, մեզանից շատերը դեռ չեն էլ պատկերացնում, որովհետև իրենց ֆանտազիան թույլ չի տալիս։ Այնպես որ ժամանակին պտուղ բանջարի խանութներ կային, կոպտորտներ կային, այս ամեն ինչը թեկուզ կարելի է կազմակերպել վրանների տակ, մեքենաներով, եւ մի այսպիսի իրավիճակ ստեղծվեց ժամանակին Ծիրանի հետ կապված, երբ միասնական բոլորը կազմակերպեցին, ապրանքը սպառվեց։ Եվ հիմա սա մեր երկրի համար շատ կարևոր է, մեր քաղաքացու համար շատ կարևոր է։ Մի նեղվեք, մի ջղայնացեք մեկը մյուսի վրա, որ գնացիք սրան ընտրեցիք, նրան ընտրեցիք, ես ձեզ հավաստիացնում եմ 21 թվականին այս իշխանությունը նույնպես պարտվել է։ 26 թվականին բացարձակ ջախջախիչ պարտություն է ստացել, բայց ումից ենք մենք նեղանում, իշխանությունը բռնազավթված է, մենք պետք է միասնական, մոբիլիզացված, մեկս մյուսին ուժ տալով կարողանանք ձեռ ազատվել այս ուզուրպացիայից։ Եթե մենք դա չանենք, հաջորդ ընտրություններին ԿՊ-ն գրելու է, կարգախոսը լինելու է կեր կանանչի, մարդ ճանանչի։ Հա, որովհետև առաջարկում էին թուղթ չկա, շուշա թուղթ, միշտ չկա, սոխկեր, եւ ինչ ասել են, անում են։ Հիմա մենք իրապես լաչար չունենք, մենք իրապես գիժ չունենք, հասկանում եք, եթե այո, լիներ այնպիսի մեկ ընդդիմության մեջ, որը կարողանար իրեն գժի տեղ դնել, ապա այս վիճակը կարող է եւ անձը փոխվեր, բայց վիճակը չփոխվեր։ Տեսեք, կառավարության նիստի ժամանակ գժուկը ասում է մի հատ նամյոկ գոնե մեզ անեն, տեսնենք այդ յատը մնկա թե չկա։ Բա Միխայել
Վլադիմիրովիչ Միշուստինի հետ երբ քո նախաձեռնությամբ հեռախոսազանգ ունեցար, վաղուց չէիր խոսել, ներկայացնում եք, որ 1000 ու մի հարցեր էին հավաքվել, քննարկում էր պետք, իսկ նամյոկով չհարցրեցիր, պարոն Միշուստին, անհարմար չի Թևանյան Անդրանիկին գործակալ եք պահում մեր երկրում։ Սա նամյոկի մասին կամ գործակալի մասին խոսում է մեկը մի երկրի մասին, ով մեր երկրում ունի հսկայական ռազմաբազա, շատ ավելի ուժեղ, քան հենց մեր բանակն է, թե իր զինատեսակներով, թե պատրաստվածությամբ։ Եվ նա ասում է գործակալ եք ստեղ պահել, այսինքն իրենց չի ասում, ներքին լսարանի համար է ասում։ Եվ այդ հիմքով վերցնում ձերբակալում են Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ համարը զբաղեցնողին։ Սա հարված է, թե հարված չէ ընտրություններին, ժողովրդավարական։ Գողանում են ձայները, չեղյալ են անում տեղամասերի արդյունքները։ Ինչ է լինելու, այն ինչ ինքն է ասելու։ Ինքը փոքրիկ սուլթան է, իրեն գժի տեղ դրած եւ առայժմ դեռևս իրեն թույլատրված է անելու այն ինչ պետք է։ Ինքը այս պահին ցանկալի չի, որ ԵԱՏՄ-ի հետ, ՀԱՊԿ-ի հետ ցույց տա, որ իրենց 100%-անոց գործընկերն է եւ այս մոտիվացիայի տակ ես չգիտեմ միասին թե ոչ, բայց որոշակի թեթևացում են Եվրոմիության բյուջեն։ Անում են թողանեն, անուշ լինի։ Ընդդիմությունը պետք է շարունակի պայքարը, ընդդիմությունը պետք է պատրաստվի աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ցանկալի կլիներ, որ առաջիկա ժամանակները մի լավ հանրահավաք կազմակերպվեր Գյումրիում, բոլորով միասին, գոնե երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերը զբաղեցրածները, այո։ Ինչից որ մեր ժողովուրդը կտեսնի, որ իր կողքին են, իր կողմից սատարած քաղաքական ուժերը, միասնական են, եւ դա կրկնակի ուժ կտա, դա մեծ ոգևորություն կտա հետագա պայքարի համար, որը մենք չենք կարող ասել, հաստատ չենք կարող ասել, դա 5 տարի հետո է լինելու։ Ցանկացած ժամանակ դա կարա լինի, ցանկացած ժամանակ։ Իսկ Ուկրաինայի հետ երբ կկնքվի հրադադարի պայմանագիր, դրանից հետո շատ ավելի արագ կլինի, իսկ դրա համար պետք է լինել պատրաստ, պետք է լինել միասնական, եւ այո, ինչի՞ չէ։ Այստեղ կա բարոյական եւ քաղաքական հարց վերցնել մանդատները թե ոչ, եկեք քաղաքական դիրքորոշում ունենանք եւ ասենք այո։ Սահմանադրական դատարանը կկայացնի այն որոշումը մոտավորապես ինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովներ, այդ մասին այս լսարանից բազմիցս ասել եմ, որ չի կարելի Նիկոլի հետ գնալ ընտրության եւ չի կարելի նրա հետ բանավիճել։ Այդտեղ ինքը Մեսին է եւ նա այնպիսի խախտումներ կանի, դուք ուղղակի Վահագի մասին ես առիթներ ունեցել եմ խոսելու Հայրապետյան, Հովակիմյան, որ թե ինչ կանի Վահագը այն դեպքում, երբ գիշերը Նիկոլը իրեն ուղիղ եթերով տալիս է հանձնարարական։ Ինքը գիտեր ինչ պետք է անի, բայց որպեսզի ավելի
այն ասում են, հա 100 գրամի պետս քաջության, դա էլ արվեց, ասվեց, որ տես հանկարծ չթուլանա։ Ես այնտեղ շատերին եմ ճանաչում կենտրոնական ընտրական հանձնաժողովային նախկինից եկած մինչև օրս աշխատողներին, իրենք բոլորն էլ այդ նույնը կանեին, այնպես որ եկեք իրենց մեջ մեղքը չգտնենք, ժողովուրդը գնացել քվեարկել է մեր ընդդիմության օգտին։ Ընդդիմությունն էլ ինքը որոշակի պետք է հետագայի համար եմ ասում, իրենց ցուցակներին ավելի ուշադիր լինեն, ավելի ես չեմ ասում գրագիտության հետ կապված մյուսները պակաս են, բայց հարյուրավոր փորձառու մարդիկ քաղաքական կենսագրություն ունեցող մարդիկ չէին մասնակցում, վստահված անձերի ինստիտուտի հետ կապված, դիտորդների ինստիտուտի հետ կապված աշխատանքները ճիշտ չէր տարվել, հատուկ ուշադրություն չէիք դարձրել մարզ կենտրոններից ավելի հեռու գտնվող տեղամասերի, ձայների այդ հաշվարկների ժամանակ հետևողականության պաշտպանության համար։ Խնդրեմ կազմակերպեք ինստրուկցիաներ արեք, բուկլետներ տպեք, մարդկանց հետ տրեյնինգներ անցկացրեք, որ հետագայում ավելի ուշադիր լինեն այդ աղյուսակների գրանցման, ոչ թե իրենց քվեաթերթիկները վերցնեն ստորագրեն եւ դուրս գան, այդտեղ կազմակերպչական բավական աշխատանք կար։ Շատ պարտադիր չի, որ պետք է դրսից հրավիրել 100,000-ավոր կամ միլիոնավոր դոլարների, եվրոների ծախս պահանջող ինչ-որ PR-չիկների եւ այստեղ ինչ-որ նորամուծություններ մտցնել։ Դրանից առաջ են անողներ եղել, ոչ մեկի մոտ առանձնապես ոչինչ բան չի փոխվել, չի ստացվել։ Ուրա եղել 8 տարի ավտոմատով է գնացել գործի։ Դիժեք Նիկոլ Փաշինյանից միշտ կեսքան հետ եմ լինելու։ Ես թիկնապահներ չեմ ունենալու, ես Ալենն եմ, հավելյալ թիկնապահների կարիք չունեմ, այդքան չեմ աշխատել, որ բացեմ։ Ալենը եթե տարիքային առումով հոգնել է այդ կայֆերից, կլուբներից, այդ իր ոճի մեջ կղզիներում, կլուբներում, տարբեր երկրների այդ ցկներից դեռ ես իր հետ համաձայն չեմ, երիտասարդ է, կարա դեռ շարունակի, թե ինչ պայքարի մեջ է եղել կամ այդ ինչ խրամատ է պահել, այդ ինչ զենք է ձեռք բերել, անկեղծ ասած չեմ կարող ասել, չեմ տեսել, ես միայն իրան տեսել եմ, երբ ինքը թքելուց, հեգնելուց, վիրավորելուց, սադրելուց, չկարողանալով կարգ ու կանոն հաստատել մի տեղ, ես նկատի ունեմ ազգային ժողովի դահլիճը, որտեղ բազմիցս բախումներ են տեղի ունեցել, ինքը այնտեղ եղել է ղեկավարը, ինքը եղել է այդ դահլիճի ամենաբարձր պաշտոնյան եւ ի պաշտոնել ազգային ժողովի նախագահան ամենաբարձր պաշտոնյան է համարվում այսօրվա սահմանադրությունով, իդեպ նաեւ Ալենին որ հիշեցինք որոշ բաներ ընտրական օրենսգրքի հետ կապված ընդդիմությանը կասեմ, ինքը պետք է գնա եւ սպասի մինչեւ իրեն ինչ որ առաջարկություն կանեն եւ
եթե անձնական չի իրար մեջ, ապա Նիկոլի հետի նկատի ունեմ, ապա որևէ առաջարկություն կստանա։ Օրինակ, արտահերթ Երևանի ընտրություններ, ինչը որ կարծում եմ Փաշինյանը ինչ որ ձևով պետք է այս մանդատագողության, այս ընտրական, այս խայտարակ ցիկլից հետո ամենամեծ ընտրությունը դա Երևանի ընտրություններն են եւ Երևանն էլ քանդվում է, Երևանն էլ օրեցօր ինքը դառնում է անհարմար քաղաք, ապրելու համար անհարմար քաղաք։ Ապուշություններ են դուրս տալիս, նորից սկսել են Աջափնյակի մետրոյի մասին խոսել, ինչ որ, բայց նրանց ամբողջ աշխատանքը կենտրոնացված է շին թույլտվություններ տալու վրա, թե ինչքան կան տված, ինչքան է տրվել, նրանք նույնիսկ Արտուր Մեշչյանին կարողացան դեպրեսիայի մեջ գցել, ով այսօր ասում են Լոռիում գնացել ինչ որ մի գյուղում ապրում է։ Ինքը դե բնական է նաև հասկանում է Հայկոյի ժամանակ է պաշտոնավարել, ինքը հազարավոր թղթեր է ստորագրել, թույլտվություններ է ստորագրել, որը որ մեր քաղաքը բերել են այս վիճակի, այս ճանապարհների նստվածները, հեղեղատարների չաշխատելը, քաղաքը անձրևների ժամանակ Վենեցիա դառնալը, տեսեք, մեկ պարզ օրինակ Կանազի մշակույթի տունը, դե մենք մշակույթի նախարարություն էլ չունենք, մինչև այսօր որևէ աշխատանք կատարված չէ, մինչև այսօր, իսկ որտեղ է աշխատանք կատարվել, ասֆալտը անում են, երեք բլոգերներից կամ հասարակական գործիչներից Չախոյան ազգանունով ցույց էր տալիս հստակ 5 սանտիմետր անոց ասֆալտը Գայի պողոտայում 3 էր։ Դիտահորերը կամ բարձր են կամ ցածր են, ճնշումը տակից տալիս է բարսանում են կամ անորակ այդ ասֆալտապատման աշխատանքները կատարելու դիտահորերի շուրջը համապատասխան ամրություններ չանելու պարագայում նրանք նստում են։ Թե աղտոտվածության ինչ աստիճանի է հասնում Երևան քաղաքը եւ այս շինարարական աղբից, այդ ավազի, ցեմենտի, մյուս այդ փոշուց, թե ինչ հիվանդություններ են ձեռք բերում երևանցիները եւ քանի տարով է կրճատվել երևանցիների կյանքը ընդհանրապես Հայաստանի ժողովրդի ծանր վիճակում է գտնվում է ժողովուրդը։ Ճիշտ է, որոշ տեղերից ինչ որ Թուրքիայից, Ադրբեջանից որոշակի խողովակներ կան, որ փող է լցվում, ինչի հաշվին պահում են Նիկոլի իշխանությունը, բայց Նիկոլին իշխանության ավելի ճիշտ, Նիկոլին իշխանության շրջապատված քոչվոր գլոբալիստական հասարակական կազմակերպություններով։ Ինքը ռուսական է Նիկոլը։ Նիկոլը ոչ եվրոպական է, ոչ գլոբալիստ է, ոչ ինքը շատ վաղուց գրեթե 25 տարի առաջ արդեն հավաքագրված մարդ է ազգային անվտանգության կողմից գիտի իր վերջնական ասողը ով է, իր անելիքը ինչ է։ Բայց շրջապատել են, որպեսզի այդ տեսարանը ստեղծվի, այդ իրավիճակը, որ այսօր Ուրսուլաները խոսեն այստեղ եւ ինչ որ գումարներ բերեն տան, այդ պայմաններում դրել են աշխատում է, աշխարհի գլուխն էլ խառն է, տարբեր տեղեր բախումներ է գնում, Իսրայելն էլ իր հարցերն է հայոց ցեղասպանության այդ ճանաչման հետ կապված ինչ որ հիշել, առաջ քաշել, բերել, բայց զուտ իր եւ Թուրքիայի միջև եղած բան ունեն, որ չեն կիսում երևի այս պահին, հարցնել կողքից բերել են առաջի պլան։ Իրավիճակը ընդհանուր աշխարհում է խառը, սիրելի հայրենակիցներ։ Եվ այս ֆոնին նաև ուզում անդրադառնալ պարոն Շահինյան, Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման իհարկե շատ բերի խոսքը դա միֆ է, հաշվի առնելով որ հոկտեմբերին իրենց մոտ ընտրությունը հեսա գնում է արձակուրդ կառավարությունը եւ սրան այսպես միջանկյալ մի հարց տամ
Իսրայելի այս հայտարարությանը բավականին հայախառն լեքսիկոնով անդրադարձել էր Սերժ Թանկյանը, հիշում եք հաստատ դուք իրեն, որը իմիջիայլոց Արսինեին էլ ենք հիշում։ Այո, բոլորին էլ հիշում ենք։ Իմիջիայլոց տեսած գոնե մի սենյականոց բնակարան իրենք առան Հայաստանում տեղափոխվեն Ժող Բաստիոնում ապրելու։ Փող չկա։ Եվ սա մի մարդ է, որը ըստ էության չի անդրադարձել Արցախի հայաթափմանը, Արցախի ժողովրդի ցեղասպանությանը, այսօր Հայաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող ապօրինություններին այս իշխանության կողմից, Բաքվում խոշտանգվող մեր ռազմագերիներին, բայց տեսեք Իսրայելին գրողի ծոցն է ուղարկում։ Խնդրեմ։ Ձեր կողմից նշված Սերժ Թանկյանը ինքը քոչվոր գլոբալիստական այդ քոչվոր գլոբալիստները դրանք սատանային ծառայող ուժերն են։ Նա այդ ուժերի մեջ հավաքագրված է, նրանք իրեն օգնել են, աջակցել են, առաջ են տարել։ Տեսեք, աշխարհում օրինակ ում քանդակներն են, ում նկարներն են վաճառում, որոնց հետևը կանգնած են այդ ջհուդական սիոնիստական կառույցները ուժերը։ Կհիշեք մի նկարի պատմություն կար, երբ բանան էր կտավի վրա դրել, թե ինչ կամ սկոչել եւ մյուսն էլ 6 միլիոն դոլարով առավ։ Սա է իրենց ձեռագիրը, ուզում են առաջ են տանում, ուզում են ոչնչացնում են։ Հիմա աշխարհում այս կռիվը հենց սրա դեմ է գնում, Աստծո եւ սատանայի մեջ է գնում կռիվը, որ հաղթելու է Աստված, մենք դրանում չենք կասկածում, որ Տերը նաեւ տեսնում է, սպասում է, ժամանակ է տալիս, թե որ ազգերը, որ ժողովուրդները կամ հենց ով ոնց իրեն կդրսևորի, դա էլ փաստ է։ Իրենց գործիքը դա գողությունը եւ ստախոսությունն է։ Գողություն եւ ստախոսություն, իրենք գողանում են, թալանում են բյուջեն, ասեք մենք սարսափելի պարտք ունենք այսօր։ Եվ սուտ են խոսում, որ դա կառավարելի է, դա նորմալ է, մենք լավ ենք ապրում, ժողովրդավար ենք, մեզ հետ հաշվի են նստում։ Ես կառաջարկեի ուղղակի որ այս հարցը առաջ եկավ, Ուրսուլա ֆոն դեր Լայնը այստեղից գնար Թիֆլիս, իր հեղինակությունը օգտագործեր եւ ասեր, օրինակ, երբեք էլ Միշա Սահակաշվիլին չի գա Վրաստան, բայց առողջական խնդիրներ ունի, խնդրում եմ փոխեք նրա խափանման միջոցը, ես էլ ինձ հետ տանեմ։ Ոչ մեր ռազմագերիներին բերեց, ոչ իրենց գերու հետևից գնաց։ Տեսեք, այսօր ինչ վիճակում էր գտնվում Կիևը։ Իրենք փող են աշխատում եւ իրենց խնդիրն է, որ աշխարհը կործանեն։ Հիմա այս նույն ձեռագիրը ինչ են գծել, ինչ են ուզում անել իրենց այդ հայտարարություններով, սրանք ես կասեմ զուտ հայտարարություններ են։ Չինաստանի արտգործնախարարը երեք հայտարարեց, որ ընդհանրապես պետք է Իսրայելը որպես պետություն դադարի գոյություն ունենալուց։ Բայց Իսրայելը գտնվում է Չինաստանի եւ Իրանի արանքում։ Այնպես որ դրանք զուտ հայտարարություններ չեն կամ սպառնալիքներ չեն։ Դրանք արդեն ուրվագծված ուղենիշներ են, որոնք որ կարող են կյանքի կոչվել։ Այսօրվա մեր ժողովրդի, մեր իշխանության, մեր ընդդիմության, որը ընդդիմությունը եւս իշխանություն է, անելիքը նա է, որ մենք այսօր կարողանանք հնարավորինս փրկել տնտեսությունը, խորը ճգնաժամ չստեղծվի, քաղաքացիական բախումներ չստեղծվեն, որովհետև այդ բոլորը լինելու են արհեստական, երբ որ իրավիճակ կփոխվի, ինքը
Նիկոլը առաջինը կփախչի կամ հրաժարական կտա եւ արհեստական օրակարգեր պետք չի ստեղծել, պետք է թիմերը ուժեղացնել, ձևավորվել, այս Երևանի խնդիրները, մարզերի խնդիրները, գյուղատնտեսական խնդիրները, անվտանգային խնդիրները չի անում Նիկոլը շատ լավ, թող չանի, թող ընդդիմությունը պատվիրակություն կազմի այնպես որ իրենց համար Նիկոլը ավելին չէ, քան Սահակաշվիլի Միշան եւ իրենք այդպես են վարվում, վերաբերվում բոլոր նրանց հետ, ում համարում են իրենց փալասը, ում համարում են իրենց ստրուկը, ում համարում են իրենց գաղութը։ Իրենք հարյուրավոր տարի զբաղվել են գաղութարարական գործունեությամբ։ Նրանք տասնյակ հազարավոր, 100 հազարավոր, միլիոնավոր երեխաներ են ոչնչացրել իրենց գաղութներում։ Մարդկանց ամենածանր ստորացուցիչ պայմաններում են պահել։ Մենք խոսում ենք Խորհրդային Միության 70 տարիների մասին։ Այդ որ հայներ իրեն գաղութացված զգում կամ ստորացված զգում։ Եղել են խնդիրներ են եղել, ապօրինի ձերբակալություններ են եղել, բայց 5000 քիմիական, արդյունաբերական, թեթև արդյունաբերական, տեքստիլ միավորումներ են ստեղծվել։ Հողային ճանապարհներով Երևանը դարձավ 1 միլիոնանոց մետրո ունեցող վարդագույն տուֆով զարդարված քաղաք կենտրոն։ Մենք դա արվել է 70 տարվա ընթացքում, որը նաև ունեցել է հայրենական մեծ պատերազմ։ Մենք 35 տարի վերցնենք 91 թվականի սեպտեմբերից 35 տարվա ընթացքում ինչ գործարան ենք կառուցել։ Ինչ։ Եկեք այդ փոքրիկ մինի գինու պահածոների գործարանները հանենք։ Այն ժամանակ շատ ավելի խոշոր գործարաններ կային։ Հենց նույն Արարատյան դաշտավայրում, Ավշարում, Շիրազլույում, Արտաշատում, Մասիսում, միայն այդ մեկ մարզում, որ այսօր մարզ ենք ասում, 5-6 խոշոր պահածոների գործարաններ կար, որ հանրապետության ամբողջ բերքը այսօր կմթեր էին։ Ինչ գործարան ենք կառուցել։ Մենք ունենք այսօր այն ուսումնարանները, որտեղ մեր երեխաները, որոնք դպրոցում առաջադիմությամբ չէին փայլում, բայց հրաշալի վարպետներ, մասնագետներ էին դառնում այդ ուսումնարաններում տարբեր մասնագիտություններ սովորելով։ Քանի ուսումնարան ունենք։ Այսօր մրցույթ է գնում քանի դպրոց փակելու։ Այսօր տարբեր ձևերով մեր ուղեղները ուզում են անջատեն, մենք դառնանք սպառողներ եւ ինչ որ տեսարաններ, ինչ որ ինտերնետում իրադարձություններ լսողներ եւ այդ օրակարգով օրվա ընթացքում մեկս մյուսին զանգելով, պատմելով, բա լսեցիր, բա տեսար, բա ոնց ասեց, բա սենց մենք եկեք մեր օրակարգը ստեղծենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք եկեք մեր երկիրը հանենք այս ճգնաժամից, սա հատուկ ընդդիմության համար եմ ասում։ Այս հաղթանակը, որը դեռևս չի վերադարձվել մեր ժողովրդին,
եկեք չթուլացնենք կապը, եկեք չքանդենք այն կառույցները, որ ստեղծվել էր, ամիսների չարչարանքի եւ դժվարությունների միջոցով է ստեղծվել։ Հակառակը եկեք ուժեղացնենք, եկեք գնանք գյուղ, եկեք գնանք մեր քաղաքացիներին ընդառաջ, եկեք այդ հանդիպումները շատացնենք, եկեք պատրաստվենք աշնան ընտրություններին, բոլորս միասին, միտեղ իրար չխանգարելով, միտեղ կարող է Բարգավաճը եւ ուժեղ Հայաստանը մասնակցեն, Հայաստան դաշինքը չմասնակցի, միտեղ կարող է ուժեղ Հայաստանը միասնության թևերի հետ մասնակցեն։ Տեսեք, մի հատ վերլուծեք, որտեղ են առավելագույն ձայներ ստեղծել եւ երկու խոշոր ընդդիմադիր ուժեր ստեղծելով կարելի է գնալ եւ վերցնել իշխանությունը։ Եվ հավատացեք, իշխանության մուտքի դուռը դա ներսից է, դրսից միայն հեղափոխությունով են գալիս կամ աշխարհաքաղաքական պետք է վեկտոր փոխվի, ուղղակի մեկին հանեն, մյուսին դնեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ ուզում եմ եւս մի շատ կարևոր հանգամանք նշեմ, այսքան որ արևմուտքի մասին արևմուտք սիրողները կան, ուղղակի շատ կոռուպցիոներներ Նիկոլի պես, այդ Ալենի պես, մյուսների պես, որոնք նրանք իրենց ամբողջ կարողությունները այդ արաբական եւ եվրոպական երկրներում են տարել եւ ներդրումներ արել։ Դրա համար իրենք այդ տեղից են կախման մեջ, խիստ կախման մեջ են գտնվում։ Իրենք աղքատ մարդիկ կդառնան, եթե հանկարծ այնտեղ ասեն, որ դուք մուտք չունեք ձեր թալանին, ձեր օֆշորներին, ձեր այդ բանկային հաշիվներին, այդ որ մի օր ամուսնանում են, մի օր բաժանվում են, մի օր ընտանիք են, մի օր ընտանիք չեն, մի օր առաջի տիկին են, մի օր ոչ։ Սրանք մեզ զբաղեցնում են, մենք եկեք իրենցով չզբաղվենք, եկեք մենք մեզանով զբաղվենք, կանգնենք մեր երկրի կողքին, համախմբու մոբիլիզացիա անենք եւ կտեսնեք շատ ավելի հանգիստ ամեն ինչ կարգավորվի։ Շնորհակալ եմ։